Եղբայր։ Թխված։ 3 հատ։ Հա, հեսա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եք շատ, բարի։ Հարթես ձեզ։ Մոտ հասկարելի է։ Մնա աղբեկի շետնինա։ Վերջեք այդքանը պետք չի։ Երեխեք թխված խնդրեմ։ Ուրեմն ժողովրդի անունից ուզում եմ ձեզ ներկայացնել հետևյալը։ Սպասեք թխված կենա։ Դեղ համայնքը ինչի համար է վերամիավորվում Գորիս համայնքի։ Պես ասեմ։ Նպատակը ո՞րն է այդ։ Նպատակը որն է, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք, ավելի շատ փողներ դնենք, ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք։ Վերջին 5 տարիների ընթացքում պարոն վարչապետ, դեղ համայնքում մի շարք աշխատանքներ է իրականացվել։ Մենք գիտենք, մենք ենք ֆինանսավոր այդ աշխատանքները։ Էսա ես կանդրադառնամ նաև այդ թեմային ելույթը։ Ժողովուրդը համաձայն չի, ես դրա համար եմ ասում։ Ժողովրդի հետ լրացուցիչ կխոսենք նաև, բայց մենք կարծում ենք, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհը, որովհետև հիմա օրինակ իմ հայրենի Տավուտի մարզում կա 4 համայնք, ընդամենը 4 համայնք. Նոյեմբերյան, Դիլիջան, Իջևան եւ Բերդ։ Եվ արդյունքները շատ ավելի լավ են, որովհետև ավելի մեծ ֆինանսական միջոցներ են գեներացվում, ավելի մեծ ծրագրեր են իրականացվում եւ այդ քաղաքում ավելի մեծ արդյունքներ ենք տեսնում։ Մենք դա ձեզ համար ենք անում, մեզ համար չենք անում։ Անում ենք, որ ավելի շատ մենք գիտենք, որ ծրագրեր արվում է, բայց փոքր համայնքի հնարավորությունները չկան այդքան, որ ինքը համաֆինանսավորմանը մասնակցի։ Նույն փողով մեծ համայնքում ավելի շատ գումար ենք անում, գործ ենք անում, քան թե փոքր համ։ Կարծիք հարցնել եք ճիշտ է։ Ժողովրդի կարծիքը հայտնում ենք, այդ կարծիքը խորհրդատվական է, բայց որոշումը կարա նաև կառավարությունը եւ ազգային ժողովը կայացնի։ Մարիկ ջան, հա դասում։ Երբ ազով է ձեր որդին։ Ինչա պետք, չէ պետք չի դուք։ Գնային, Գագի ջան վերցրու, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, հրատապ կարևոր հարց է մեզ մոտիկանանք։ Ընտանիքիս համար շատ կարևոր է։ Գլխավոր ճանապարհը մեր տան վերևով անցնում։ Սովանքի է ենթարկում ու ամեն Աստծո օր։ Ունեք քարտեզ։ Ամեն Աստծո օր ու փլվում Գագի Գուրայ Սախանյան դիմումով ներկայացրել եմ հանրապետնել։ Դավիթ ջան, մի հատ տես ինչ խնդիր, այ օգնականն ապա։ Թխված է։ Տվել թխված։ Արի։ Երեխեք թխված։ Ես տվել ենք թխված։ Էլի տուր, մի հատ էլ տուր, Լեո։ Էս է քեզ։ Արտեզ էլ քեզ։ Գնացինք ժողովուրդ, գնանք խոսենք։ Եկեք ժողովուրդ ջան, գնանք խոսենք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Եկեք մոտեցեք բարձրախոսին, որ խոսանք ընդ։ Եկեք, համեցեք։ Եկեք ժողովուրդ ջան։ Հիմա տեղ խոշորացված համայնքի բնակավայրի բնակիչներ նախ սկսեմ խոշորացված հետ մի քիչ բարձրացրեք, էլի բարձրախոս։ Սկսեմ մի քիչ են կոմպանի բարձրախոսից։ Սկսեմ համայնքի խոշորացման հետ կապված թեմաներից, որովհետև հիմա հարց հետևյալն ասում են տեղ խոշորացված համայնքը ինչ է, Գորիսի հետ նորից խոշորացված համայնք ձևավորում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ այն ժամանակ, երբ որ տեղը Կորնիձորը, Արավուսը իրար հետ մի համայնք էին դառնում, այն ժամանակ էլ այդ նույն հարցը կար, ասում են ինչի է Կորնիձորը եւ տեղը եւ Արավուսը դառնում մի քանի բնակավայր կա այսօր։
7 գյուղերի ժողովուրդն էլ առանձին ասում են չէ, ճիշտ չի եւ այլն։ Հիմել, այ հիմի եթե հարգելի բարեկամ, որ բարձրացնում եք հարցը, ուր է մեր հարգելի բարեկամը։ Գիտեք ինչ է հետաքրքիր։ Հիմա եկել եմ մեր հարգելի տեղ բնակավայրի բնակիչներից մեկը, հիմա էլ ասում է ինչի է խոշորանում եւ ավելի խոշորանում համայնքը։ Հիմա եթե դուք գայիք ասեիք այ, լավ չի սենց, եկեք ուրեմն դարձնենք նորից Կորնի ձոր, Արավուս առանձին համայնքներ, կասեի որ հա, այս ինչա կատարվում, բայց դուք հիմա այն ժամանակ էլ ասում էիք մի խոշորացրեք, մի դարձրեք տեղ խոշորացված համայնք, ճիշտ է։ Հիմա էլ ասում եք մի խոշորացրեք, բայց չեք ասում հետ վերադառնանք Կորնի ձոր տեղ առանձին։ Սա նշանակում է խոշորացումը դրական անկալվել ձեր կողմից եւ էլի ես ուզում եմ վերադառնամ իմ մայրենի Տավուշի մարզի իրավիճակին։ Տավուշի մարզում կա 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Իջևան, Բերդ եւ նախկին խորհրդային միության շրջաններով մենք խոշորացրել ենք եւ բոլոր տեղերը մենք տեսնում ենք որ դրական արդյունք կա։ Ինչի համար ենք մենք դա անում, որովհետեւ համենք ինչքան խոշորա նշանակում է ավելի մեծ խոշորացված ծրագրեր, ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր, ավելի մեծ կապիտալ ներդրումներ, ավելի մեծ ֆինանսական միջոցներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք իհարկե ըստ համադրության պետք է խորհրդակցենք, խոսենք մարդկանց հետ եւ այս քննարկումն էլ է խորհրդակցություն, բայց այնուամենայնիվ կառավարությունը այդ խորհրդակցության արդյունքում կարա կայացնի որոշումը, որը ինքը ճիշտ է համարում։ Տեսեք, ես չեմ ուզում սեթեվեթեմ, մենք այդ որոշումը արդեն կայացրել ենք եւ մենք պետք է գնանք այդ ճանապարհով եւ մենք համոզված ենք, որ դրա արդյունքում ձեր կյանքը ավելի լավանալու է։ Իմիջայլոց համայնքի ղեկավար պարոն Ղուլունցը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է։ Նախկինում այդ շահարկումներ էին լինում, թե այս համայնքների խոշորացումը օգտագործում են անտիմադիրներին բանանելու համար, չգիտեմ վնաս տալու համար, բայց փաստ որ պարոն Ղուլունցը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է եւ ես համոզված եմ, որ ինքը Գորիս խոշորացված համայնքի կառավարման գործում իր շատ տեսանելի ներդրումը կունենա, բայց մենք գնում ենք, ես ուզում եմ ասել, որ մենք այդ ճանապարհով գնում ենք ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից, այլ մարդկանց շահերից ելնելով, որովհետեւ այսօր մենք նայում ենք, թե այո, ծրագրեր մենք իրականացրել ենք համայնքի ղեկավարի հետ, ֆինանսավորում ենք իրականացրել, բայց եթե հիմա համեմատենք այդ ծրագրերը, որոնք իրականացրել ենք այն համայնքներում, որ ավելի խոշոր համայնքներում, որոնց ղեկավարները մեծ ընդդիմադիր են, եւ խոշոր ավելի փոքր տեղ համայնքում, որի ղեկավար մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է, այսինքն սարեր ձորերի տարբերություն կա, որովհետեւ այս կարևոր նրբություն է, որովհետեւ մենք ուզում ենք, որ ի վերջո կենտրոնանանք բարեկեցության խնդիրների լուծման վրա։ Մենք ուզում ենք, որ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ լինենք։ Եվ մենք այսօր ուրախ ենք, որ կարանք ձեզ ասենք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհ չենք ունեցել։ Եվ օրվա ընտրության ամենակարևոր արձանագրումը դա է։ Այո, մենք գիտենք այսօր մենք շատ են ասում, բա տեղի այդ տարածքները, բա ջերմուկ են տարածքները եւ այլն։ Ես ուզում եմ հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։ 2024 թվականի հոկտեմբերին սեպտեմբերին ստորագրվել է եւ հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որով արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագիրը երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է։ Այսինքն սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ, խորհրդային Հայաստանի ժամանակ Կորնի ձորը ինչքան հող ունեցել է, սահմանը որտեղով անցել է, սահմանազատման արդյունքում այդ սահմանը անցնելու է այդ նույն տեղով։ Եվ ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ սա է մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Խորհրդային Հայաստանը, այն խորհրդային Հայաստանը, որում դուք ձերից շատերը ապրել են։ Եվ մենք պետք է կենտրոնանանք այս տարածքում մեր բարեկեցությունը, խաղաղությունը, անվտանգությունը կառուցելու վրա։ Եւ ես ուրախ եմ, որ մենք այնքան քաղաքական կամք ենք ունեցել, ժողովուրդ ջան, այն բաները, որոնք մենք 2020 թվից, 2019 թվից ասել ենք, այն իրականությունը, որի հետ մենք առերեսվել ենք, դա ոչ մեկ չէր առերեսվի։
մենք այդ պատասխանատվությունը վերցրել ենք այս երեխեքի համար։ Որպես այս երեխեքի համար ստեղծենք հնարավորություն խաղաղ կյանքով ապրելու։ 2021 թվականին մենք որ ապագա կա, այսօր եկել ենք ասելու, որ ապագան եկել է։ Այսօր ապագան եկել է։ Ապագան են է, երբ որ մենք չունենք մտավախություն եւ մտահոգություն, թե հաջորդ պահին սահմանին նոր զոհ կարա հաստատվել է խաղաղություն։ Եվ այսօր շատ են խոսում նրա մասին, ասում են հիմա այդ խաղաղությունը կա, չկա, խաղաղությունը վստահելի է, անվստահելի է, խաղաղությունը իրական է, անիրական։ Ես էլի ուզում եմ ես բերեմ նորածին երեխայի օրինակը։ Երբ որ երեխան նոր է ծնվել, ինքը կա թե չկա։ Կա չէ։ Եթե երեխան նոր է ծնվել, ինքը կա։ Ինքը մի շաբաթական է, ինքը կա, ինքը հələ որ նոր է ծնվել, ժողովուրդ, ինքը հələ դեռ ոչ անուն ունի, ոչ անուն էլ չունի։ Բայց ինքը կա, մի շաբաթից ինքը անունել ունի, բայց իրան որ դնես ոտերի վրա ինքը կընկնի։ Եվ ընդհակառակը որ խնամք չտանես այդ երեխայի նկատմամբ ինքը չի ապրի, ոտի վրա չի կանգնի։ Խաղաղությունը նույն այդ երեխեն է, որ մենք իրար հետ ստեղծել ենք։ Եվ մենք պետք է տեր կանգնենք, խաղաղությանը պետք է տիրություն անենք, ինչպես նորածին երեխային, որովհետև եթե այդ նորածին երեխային տիրություն չանենք, այդ նորածին երեխան չի ապրի։ Եվ եթե մենք խաղաղությանը տիրություն չանենք, խաղաղությունը չի ապրի։ Իսկ եթե խաղաղությունը չապրի, Հայաստանի Հանրապետությունը չի ապրի։ Եվ էսա որ մենք պետք է հասկանանք եւ արձանագրենք։ Էսա պատճառը որ մենք ձեզ կոչ ենք անում, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք խաղաղությանը, նշանակում տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք ինքնիշխանությանը, տեր կանգնեք ապագային, որը այսօր է, տեր կանգնեք այն տեսլականին, որ մենք մեր պետությունը սերնդե սերունդ պետքա փոխանցենք մեր սերունդներին։ Եվ ամենակարևորներից մեկը տեր կանգնեք մեր նահատակների հիշատակին։ Տեր կանգնեք մեր նահատակների հիշատակին, որովհետև մեր նահատակների հիշատակը հարգելու ամենամեծ ձևը Հայաստանի Հանրապետությունն է, խաղաղ զարգացած բարեկեցիկ։ Իսկ որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է, Հայաստանի Հանրապետությունում այսօր տասնյակ միլիարդների, այսօր կներեք ընդդիմությունն է խոստովանում, որ խորհրդային միության ժամանակներից Հայաստանում այս ծավալի շինարարություն տեղի չի ունեցել։ Սա մենք գիտենք, որ Հայաստանում կան հազարավոր փողոցներ, որտեղ այդ շինարարությունը չի հասել, բայց Հայաստանում այսօր հազարավոր փողոցներ բարեկարգ են, որոնք վերջին 50 տարիներին ընդհանրապես ասված, այսօր Հայաստանում փողոցներ կան գյուղերում, որ բարեկարգ են, որոնք ինձ պատմության մեջ երբեք բարեկարգ չեն եղել։ Մենք այն օրը Գեղարքունիքի մարզում գնացել ենք գյուղեր, մանկապարտեզ ենք 0-ից կառուցել։ Հարց եմ տալիս, ասում եմ, երբ է եղել ստեղ մանկապարտեզ, ասում եմ չի եղել, ասում եմ երբ չի եղել, ասում են ընդհանրապես չի եղել, ասում եմ երբ ընդհանրապես չի եղել, ասում եմ գյուղի հիմնադրման օրվանից չի եղել, ասում եմ գյուղը երբ է հիմնադրվել, ասում են 250 տարի առաջ, 250 տարի առաջ, այսինքն 250 տարի գյուղում մանկապարտեզ չի եղել, մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Ես այս 5 տարիա հպարտանում եմ, ասում եմ մենք 500 մանկապարտեզ, բայց ժողովուրդ ջան, այդ խայտարակությունն է։ Ես նշանակում եմ Հայաստանում, որը 21 թվականի դրությամբ 30 տարվա պետություն է, ես նշանակում եմ Հայաստանում 500 մանկապարտեզ չի եղել, 500 մանկապարտեզի բացակայություն է եղել։ Բայց երկրի երեխեքը ուր են գնացել, բայց որ մենք մտածում ենք կրիմինալ վիճակի մասին, մտածում ենք աղքատության մասին, բայց դա դրա հետ կապ ունի, բայց երեխեն մանկապարտեզում կրթություն չստանա, նորմալ դպրոց չլինի կրթություն չստանա, բայց ինքը ինչի հաշվին պետքա բարեկեցիկ ապրի։ Իրավունք չունենա, ազատություն չունենա, տնտեսական գործունեության հնարավոր ինչի հաշվին պետքա բարեկեցիկ ապրի։ Եվ մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ պետքա տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Պետքա տեր կանգնեք ձեր այսօրվան։ Հիմա այստեղ բազմաթիվ թոշակառուներ կան, սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը բարձացել է։ Ինչքան է բարձացել։ 10,000-ով բարձացել է, անկանխիկով առևտուր անում եք, հետ վճար ստանում եք։ Ինչքան եք հետ վճար ստանում։ Նայած ամիս 5,000, ավել եք ստանում 5,000-ից։
10,000 էլ եք ստանում։ Բա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը։ Բա ասում են հաղթանակած է, ասում են մենք հաղթանակած էինք։ Բա հաղթանակած երկրում 500 մանկապարտեզ, ինչի համար էինք հաղթել։ Որ մանկապարտեզ լինեն, թե որ մանկապարտեզները սեփականաշնորհենք օլիգարխներին, պաշտոնյաներին։ Բա հաղթանակած երկրակառուն։ Գոնե այնքան թոշակ չի ստանա, որ մենակ ցամաք հաց կարենա, ցամաք հացի փող, որ սովիկ չմեռնի։ Բա հաղթանակը էտա։ Բա հաղթանակած երկրի գյուղերում բարեկարգ ճանապարհ չի լինի։ Հայաստանի ճանապարհները քանդուքար են։ Ես 2018 թվականին գնացել եմ պաշտոնական արծով գնացել եմ Թբիլիսի, այնտեղ նախատեսված է Վրաստանի գործարար միջավայրի հետ հանդիպում։ Ասում եմ, դե ինչ եք ուզում, ասում եմ, մի խնդրանք ունենք, էլի, ասում եմ, մենք տուրիստներ ենք բերում, տուրիստական ֆիրմաներ են, Հայաստան, ասում եմ, բայց միջև հասնում ենք, Դիլիջան մեր ավտոբուսները ջարդուփշուր ալնում, կնի ձեր այդ ճանապարհները սարքեք։ Բա հաղթանակած երկրում, հարևան երկիրը կասի, խնդրում եմ, էլի ճամփեքը սարքեք, մեր ավտոբուսները չջարդվեն, բա էսա հաղթանակը։ Բա այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը։ Բա նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, բա վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մերը եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, էդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով, մի հատ բացատրեք ինչով, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ, եւ այո ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես նեն չի, որ այդ գաղափարին նվիրվածության պակաս եմ ունեցել, ընդհակառակը այդ գաղափարին նվիրվածությունով է, որ հասել եմ այս եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է, որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը, ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանա որոշել։ Երբ 91 թվականին մի հատ ընտրություններ ա եղել, նախագահական, շատ լավ, անկախությունից մի ամիս հետո, հələ անկախացած էլ չենք եղել, 91-ին ա չէ եղել ընտրությունները։ Հələ անկախացած էլ չենք եղել, այսինքն հարակվեն եղել է, միջազգայինորեն ճանաչումը նորմալ է, անկախ Հայաստանում Հայաստանի քաղաքացին բանա որոշել, դուք ինչի գյուղապետ եք ընտրել, դուք քաղաքապետ եք ընտրել, դուք պատգամավոր եք ընտրել, դուք ընդհանրապես որևէ ձևով բան որոշելու հնարավորություն ունեցել եք, այդ 2018 թվից հետո էլ է, այդ մենակ 2018 թվից հետո է, որ ժողովուրդն է որոշումով լինի։ Հիմա ուժ երբան եկել են, ասում են, կապ չունի, ասում են, մենք ըննելու ենք վարչապետ, մենք վարչապետ, գլուխդ պատին ես տալու։ Դու ով ես արա, որ որոշես դու վարչապետ ես, դու ով ես։ Ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես, ձեզ թվում է թե սրաննրան 5000 դրամ բաժանելով դուք քաղաքացուն կարակ առնեք, գլուխները պատով եք տվել, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրանք քիթու մռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հագնելու իրանք քիթու մռութը, իրանք ոտենն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հագնելու։ Հետո բա ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում գաք դիվիժենի անեք։ Փոսն եք, դուք արդեն փոսում եք, հենա մեկն էլ կար, ասում էր ես միակ տղամարդն եմ։ Տեսանք, ով է տղամարդը,
Այդ տղամարդես մարդիկ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ 2018 թվին ձեր վզից վրձին ու շպրտեցին։ Ահա այս տղամարդիկ։ Տենում եք Հայաստանի տղամարդիկ։ Այ էմպաթի տակ կանգնած են տղամարդիկ, այ էմպաթի տակ։ Հայաստանի եւ դուք ես ընտրություններում Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու եւ կանանց կանացիությունն եք տենալու։ Մայրերի մայրությունն եք տենալու, կանանց կանացիությունն եք տենալու, աղջիկների աղջիկությունն եք տենալու, տղաների տղությունն եք տենալու։ Եվ որևէ մեկը սրանում չկասկածի, որովհետև քաղաքացին գնալու ընտրական տեղամաս եւ տերականգնելու իր պետությանը, իր անկախությանը, իր ապագային, իր խաղաղությանը, իր ինքնությանը, որովհետև մեզ անդադ ուզեցել են մեր ինքնությունից էլ զրկեն, գիտեք ոնց, անդադ մեզ ուրիշ տեղեր են հայրենիքներ ցույց տվել։ Իրանք պետք է եղել, որ մենք այս հող այս երկիրը չընկալենք, մոռանանք այս երկրի մասին։ Մեզ թվա թե հայրենիքը հեռու մի տեղ գտնվող հեռավոր անհասանելի մի բան է։ Ոչ, հայրենիքը այստեղ է, հիմա է, հայրենիքը պետությունն է, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Մենք հասել ենք մեր երազանքին, մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, մենք ունենք ինքնիշխանություն, այո, մենք ունենք բարեկեցության մի մակարդակ, որը երբեք չենք ունեցել։ Հայաստանի Հանրապետության թոշակառուն երբեք բարեկեցության այսպիսի մակարդակ չի ունեցել, որովհետև թոշակառուի թոշակը համապատասխան է սպառողական զամբյուղին, թոշակառուն 65+ տարեկան հասանելիություն ունի առողջության ապահովագրությանը։ Այսօր ես պատահական 2 տուն եմ մտել, 2 տանը մարդիկ վիրահատվել, մի կոպեկ, մի դրամ չեն վճարել։ Բայց ոտի վրա խմենք մեր ծնողների կենացը, մեր մեծերի կենացը։ Ոտի վրա խմենք, բայց ծնողը որ հիվանդանում էր, ով էր հարցը լուծում, ով։ Այսօր ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր բոլորի հարցերը առողջական լուծում եմ այնպես, որովհետև դուք բոլորդ իմ ծնողներն եք։ Ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ նենց ոնց որ իմ ծնողների։ Այսօր ես ձեզ ասում եմ հետևյալը, որ այդ պատկերը, երբ որ մարդ հիվանդանում է, այդ հիվանդի կողքը աթոռալնում, այդ աթոռի վրա նստած ալնում իր ամենահարազատ մարդը։ Այսօր 65+ էսա մենք առողջության ապահովագրության շրջանակը կընդլայնենք, այսօր թոշակառուն երբ որ հիվանդանում է, Աստված չանի։ 2 աթոռա իր կողքը դրված է լինում, մի աթոռին նստած է իր ամենամոտիկ հարազատը, մյուս աթոռին ավելի մոտիկ նստած է իր պետությունը, որպես իր ամենամոտիկ հարազատ։ Եվ էսա իրական Հայաստանը, էսա հաղթած պետությունը, էսա որ կոպեկ հավաքում է եւ նվիրում է, ծախսում է իր քաղաքացու կարիքի վրա, ոչ թե կոպեկ գողանում է։ Դուք նրանք ովքեր գալիս են ասում են մենք հաղթող ենք, դուք գողցող եք, դուք թալանչի եք, նույնիսկ ասում եմ դուք Հայաստանը առաջնորդել եք Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ միջև ասում էինք առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել է, անկալումը փոխվել է։ Այդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել է դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք։ Եվ իրանք հիմա տրաքում են, գիտեք ինչից, որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք։ Մենք մեր պետությունը թակարդից հանել ենք, այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ, այսօր մենք ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, այսօր մենք բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ, այսօր մենք անվտանգ ենք ավելի քան երբևէ, այսօր մենք ազատ ենք ավելի քան երբևէ, եւ այսօր մենք մեր ապագայի վրա վստահ ենք ավելի քան երբևէ, եւ մենք գիտենք, որ մենք այս պետությունը սերնդեսերունդ փոխանցելու ենք մեր զավակներին եւ ուրեմն փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ասա էսպա։ Արդեն պետք է գնանք։ Շատ լավ։ Ես մի բան եմ, ես ասացի, քաղաքացիությունը տենելով եկա։ Ստացել եք քաղաք։ Տուն առել եք։ Տունը 7 միլիոն է։
Իմ ուզել 5 միլիոն եք տալիս։ Ես խնդրում եմ։ Քանի հոգի եք տանը։ Մենակ։ Մենակ եմ հասել։ Գնայինք եղբայր, գնայինք։ Այդ ծրագրերը մենք հիմա նայում ենք, տեսնենք ում համարա, ում հարցնա լուծել, ումը չի լուծել, ոնց կարանք փոխենք։ Ստորոստը խնդրում։ Համոզված եղեք մենք ձեր կողքին կանգնած ենք։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Որ նոր զրուցում ենք, միած հետաքրքիր առաջարկ ունենք քաղաքացին։ Պարոն Փաշինյան, տեղ գյուղացի եմ ես։ Ամուսանրանիկա տեղ գյուղացի կարստատել, ազգանու շեգունցա։ 23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահող ընկելա Թուրքին։ Հիմա իրանք նստած են մեջ։ Մենք այդ պասեփական հողեր ալար։ Մոտորապես 50 հոգի։ 50 հոգի հող ալար։ Մենք հողած զրկվել ենք։ Ասես ունեցվածքից զրկվել են։ Առաջի տարի փոխհատուցում են տվել։ Հեկտարին 500,000 փող են տվել, որ ասենք այդ ծորենը մեկ պիտի հնձեիք, չեք հնձա, մնացածը Թուրքիա։ Հիմա իմ խնդրանքս են է, կամ պետպահուստի հողերից մեզ հատկացնեն 100 հեկտարա, կամ շուկայական գնա Կա ստեղ պահուստի հող։ ունենք բաժանածա ժողովրդից։ Բաժանածա։ Մեկական հեկտար։ Ամեն դեպս մենք կնայենք այդ խնդիրը մեր օրակարգում է, թե ոնց լուծենք։ Մեր պլան անենա հնարավոր է շուտ սահմանազատում անենք այդ խնդիրը լուծենք։ Փոխհատուցում տան, այդ վնասը մեկ Հասկացա ես ձեզ, մտածեք։ Մեր ամենապլան անենա, որ սահմանազատումը արագ անենք, սահմանազատումը այդ հարցը։ Կամ պետպահուստի հողերից հատկացնեն, կամ փոխհատուցում տան, կամ շուկայական գնով ստե։ Կամ էլ սահմանազատումը շուտ անենք, այդ խնդիրը լուծենք։ Հասկացա։ Եկամուտից զրկել։ Հասկացա, չէ, հասկացա, եթե Պիտի եկամուտ վերցնի, այդ հողից չեն վերցնում։ Եթե 10 տարի հարց կլինի, ձեր ասած տարբերակները կնայենք, բայց էլի ասում եմ Եթե փոխհատուցում տան ասենք մեր գյուղում շուկայական գինը մի հեկտարը մոտավորապես 1 միլիոն դրամ է։ 100 միլիոնը պետության համար կառավարության համար գիտեմ թե 0 կան, բայց մեր համար մեծ կան։ Շատ լավ։ Ես մի բան էլ ասեմ, մենք տեսեք, ժողովուրդ բոլոր հարցերը կլուծենք, բայց մենք էլ մի կողմից մի պայման ունենք, մենակ մի պայման, որ տեղ խոշորացված համայնքում, Կորնիձորում, Արավուսում, մյուս բնակավայրերում մի պայման ունենք։ Խանութ եք գնում, բան եք առնում, առանց ՀԴՄ-ի դուրս չեք գալիս։ Այդ պայմանը կատարեք, մնացած պայմանները, մնացած հարցերը մենք կլուծենք։ Հա? Հա, բայց ժողովուրդ ջան, տեսեք, այսօր նաև էլ ասեմ, այն որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կա, այդ խնդիրների չլուծման պատճառը գիտեք որն է, մեր չվերցրած ՀԴՄ-ներն է։ Որտեղ 100 միլիարդներ, տրիլիոնների գումարներ, որ պետք է մտներ պետական բյուջե, չի մտե պետական բյուջե։ Եվ հետևաբար իմ խնդրանքն է նա, որ ահա, այդ տներ 16 միլիոնի տներն են։ Տեսեք ոնց է ճանաչում։ Խնդրեմ։ Համանցի կողմնաց պասակում և բնակիչների խնդրանքով Համեցեք։ մեր ես դիմացի ձորակը ավազոտ ձորակ։ Երևի դարերից եկած այդ ձորակից բնակիչներով գնեն շինարարության համար։ Ինքը շատ որակին ավազ։ 2025 թվական Արդյունահանման հարց եք բարձրացրել։ Էսի քնչական գործ արարված, էսի ես ձեզ ասել եմ, էսի ստեղից օգտվել է հազարավոր տարիներ առաջ փոսալոցում են արել, բանակն ատարել։ Հա, ապորինի օգտագործել։ Եկել է, բանը, չէ, ապորինի չի օգտվել։ Պետք եկել է 63 Մեր սիգնալը հնչեց։ Կաշխատենք, դե աշխատենք, հարցերը հավաքեք, աշխատենք, լուծումները գտնենք։ Ժողովուրդ ջան, պետք է մենք արդեն գնանք, կներեք։ Երեխեքը, ուրա երեխեքին թողա։ Նյատես միկրոֆոնը վերց։ Ասեք, ես երեխեքին բաժանեմ, դուք ասեք, ես լսում եմ ձեզ, ասեք։ Ահա, ում չեմ տվել, ինչ եք ուզում, ձեր ազգանունը ինչ է, Տիկին Մինասյան, մեր օրենքի համաձայն, նախընտրական շրջան մենք իրավունք չունենք ոչ մի նյութական խոստում տալու։ Եթե մենք նյութական խոստում տանք, դա քրեական հանցագործություն է։ Պետք է մեր դեմ քրեական գործ հարուցել։ Նյութական խոստում չենք կարող։ Ասեք։ Շատ գոհ եք մեր տարող ուղղությամբ։ Մենք էլ ենք։ Բա մենք ինչքան ենք գոհ։ Բա որ իմանաք մենք ինչքան ենք գոհ։ Մերտեղ գյուղը զարգացել է,
բարգավաճել է մեր երեխաները, մեր սերունդը։ Բավար իմանաք մենք ինչքան ենք գող։ Ապրի բոլորս գոհ ենք իր արածի համար, մքսենց տաներ երբեք չեք տեսել։ Նա միկրոֆոնը տվեք։ Պարոն վարչապետ, կաշ կապել։ Մի հատ հուզող հարց ունեմ։ Հիմա ես ինչան եմ ոչորագործները 30 տարվա սեփականաշնորհված հողս վերցրել 3 հեկտարը։ Եղա ինձ ընդամենը 6 հեկտար հող։ 7 շուր բազմասավ։ Այդ որտեղ են վերցրել։ Շփկե կոչվող հողը։ 91 թվին անց եմ կացած ժիտոնա, մի րոպե։ Անց է կացած սեփականաշնորհ։ Հարևան։ Ջորջան, անկեղծ ասեմ, հիմա սենց չէ, ոտի վրա չեմ կարող այդ հարցերը պատասխան։ Հիմա սահմանազատում սահմանագործում չեմ հասկանում։ Կար հույսերս կտրեմ, որ մի կտրեմ։ Չէ, մի կտրեմ։ Հույսերս կտրեմ։ Չէ։ Absolutely բա, բայց մենք բոլորս գոհ ենք պարոն Գոլոթի։ Շնորհակալ։ Բաժին չունի, այս հող այս արտը։ Շնորհակալ եմ։ Ջորջան, Ես էլ միայն հարևանս եմ։ Ես էլ 3 հեկտար, ես էլ միայնակին եմ հնա։ հասկացա Ջորջան։ Իմ դաշտը 3 հեկտարն է, մնացել է 5-րդ տարին է։ Այդ որ թվից, որ թվից։ 91 թվի սեփականաշնորհը։ 3 տարի պարապ։ Հիմա ով է ում սեփականությունն է։ վերցրել, ազերբայջանցին բարբար։ 91 թվի։ Չէ, հետո 5 տարի որ վերցրել է։ Հա։ 22 թվին վերցրել է, ժիտոնի սեփական, ասինքն բանալին։ Շատ լավ։ Բայսակը տարավ։ Մարդը ասեց այդ հարցին լուծումը հիմա կամ սահմանազատումով կլուծեն կամ էլ քաղաքացին ինքը առաջարկ որ արեց այդ առաջարկի տրամաբանության այդ եմ ասում նոր ձեր հարևաններից մեկ այդ հարցը բարձրացրեք Ջորջան շնորհակալ ենք մենք լսեցինք ձեր բոլոր հարցերը եւ ձեր բոլոր բարձրացրած հարցերով կզբաղվենք մենակ խնդրում եմ հիշեք 2026 թվականի հունիսի 7-ին գնում ենք ընտրական տեղամաս եւ տեր են կանգնում խաղաղությանը, տեր են կանգնում պետությանը, տեր են կանգնում անկախությանը եւ դրա համար ինչա պետք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, այս հիշեք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Հա, նկարում։ Քեզ տվել եմ իրանք խվածք։ Լավ եղեք, Ջորջա։ Միկրոֆոնը վերադարձնենք։ Ոյ։ Մատ ձեզ եք քարտեզ նվիրենք, նոր գնանք, էլի։ Ես եմ շնորհակալ։ Քարտեզ նվիրենք։ Արգանքներս։ Մայիսին տո յուրաներկո հապ։ Հարսին համատեղ, բայց հարսն էլ ախր։ Շատ ասա, բայց արդեն պետք է գնանք եղբայր, ասա, շուշ։ Ասալ եք որտեղ գյուղում բան եք սարքել ֆուտբոլ դաշտ։ Այո, ճիշտ է, սարքելու։ Երբ եմ ասել։ Բոլորն են ասել։ Կորնիձորում սարքել ենք, հեսա տեղում եք սարքենք, անպայման կսարքենք։ Մեր ծրագրում ունենք 100 դաշտ պետքա սարքենք Հայաստանում, տեղում եք սարքենք։ Դարակ է բարձրացած։ Հա, բայց չեմ տվել այսքան ժամանակ։ Տարօրինակ է։ Գնացինք։ Էլի քարտեզ։ Ահա։ Ժողովրդում չեմ տվել քարտեզ։ Պինդ կա։ Մի քանի հատ բայց։ Պինդ եմ, դուք պինդ եղեք, որ մենք բոլորս է պինդ ենք։ Այսպիսին է տեղ գյուղի մեր հանդիպումը, սիրում ենք ձեզ սիրելի, տեղ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, լավ եղեք։